Ժորժան, գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ անգամ նպաստից օգտվում են նրանք, ովքեր կարողանում են պետությանը խաբել, ամեն ինչ ունենալով, ցույց են տալիս, որ ոչինչ չունեն, սրաների անունով գրելով, իսկ նրանք, ովքեր որ կարիքավոր են իսկապես, զրկվում են նպաստից, որովհետև դա չեն կարողանում անել, հա։ Եվ սա ինչի պատճառով է։ Սա սխալ չափանիշների պետության, սխալ բյուրոկրատական մեխանիզմների պատճառով է։ Կարդացեք այս մեկնաբանությունը քաղաքացու։ Ինչ է գրում քաղաքացին։ Գրում է, որ երեխան ուզում է սովորի քոլեջում, բայց պետությունը ասում է, թե դու սովորելու ես ու կարողանալու ես ուսման վճարը տալ, ուրեմն քո ընտանիքը վճարունակ է եւ դուք զրկվում եք նպաստից։ Հիմա սա սխալ չափանիշ է, թե չէ։ Ասեմ ինչու է սխալ, որովհետեւ կարող է երեխան կարողանում է զուգահեռ աշխատել եւ վճարել, բայց ընտանիքը շարունակում է վատ ապրել։ Կարող է երեխային օգնում են հարազատները, ընկերները, բարեկամները։ Այսինքն պետությունը չի մոտիկանում յուրովի ամեն մի ընտանիքի, ամեն մի կյանքի, ամեն մի ճակատագրի, չէ՞ որ ամեն մի պատմությունը դա առանձին մարդկային բաներ է, ճակատագրեր է։ Ժորժան, ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ասում եմ, որ պետությունը պետք է յուրաքանչյուրին շատ խորը մոտիկանա, յուրաքանչյուր պատմությանը, որովհետև յուրաքանչյուր պատմություն, նորից եմ ասում, մարդկային ճակատագիր է ու փոխի այն չափանիշները, որը կա, որովհետև արդար չափանիշներ չեն։ Մեկի անունով մնացել է ավտո, բայց այդ ավտոն առասարակ էլ չկա, չի էլ օգտագործում, ասում է դու ավտո ունես, ուրեմն լավ ես նպաստ չես տանում։ Մեկի անունով ինչ-որ տուն է մնացել կամ գրանցված է, բայց այդ տնից չի էլ օգտվում, իրանը չի, ավտոմատ տեխնիկական հարց է, որովհետև ես շատ մարդկանց հետ եմ շփվում, շատ մարդիկ են ինձ գրում ահազանգում, որ այս չափանիշները արդար չեն։ Ու ասեմ ամենակարևորը, Ժորժան, ինչ են անում մեր պատգամավորները, ընդդիմադիրները եւ այլն։ Այս հարցերով զբաղվեք, մարդկանց սոցիալական առօրյա խնդիրներով զբաղվեք, մարդկանց ճակատագրերով, մարդկանց խնդիրներով։ Պատգամավորական միայն աշխատավարձ ու պարգևավճար եք ստանում։ Սա եք անում։ Ժորժան, խնդրում եմ, մերժեք այս քաղաքական դաշտին, որոնք ուղղակի չեն զբաղվում մարդկանց խնդիրներով։ Խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմեջին, գրեք մեկնաբանություններում ձեր պատմությունները ու երբեք չհուսահատվեք։ Մենք պետք է լինենք պահանջատեր ու կլինենք շատ ու բոլոր հարցերը կլուծվեն։ Ես ձեզ խոստանում եմ։